Ազգեն ջան, ես մոտավոր տեղակ եմ իջիմացնի, ինձ փոխանցեցին։ Ես փորձեցի նաև խոսել աշխատակազմի ղեկավարի հետ, ինքը չպատասխանեց իմ զանգերին, չնայած իրեն մեսեջ եմ ուղարկել։ Հիմա ես ճշտեցի, որ կանոնակարգ օրենքում չկա կետ, որը արգելում է ինձ գտնվել այստեղ հանձնաժողովի նիստերի դահլիճում, որտեղ նաև ինձ հայտ ուղարկած։ Այդ մասով ինչ է, կդիմեք այդ հարցերով աշխատակազմի։ Դիմել ենք, ինչ անենք, մի հատ է վարչական դատարան դիմենք։ Որտեղ ուզում եք դիմենք, հիմա դուրս են գալ։ Ձեզ հրահանգել են, Մեկ դուրս են գալ։ Ոչ ոքի հարցերին չեմ պատասխանում։ Խնդրում եմ արգելի լրագրող, ոչ ոքի ինձ հարց չտա։ Ձեր ծառայության հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Մենք ձեր հետ խնդիր չունենք։ Հարցը նրանում է կայանում։ Հիմա դուրս են գալի, եթե չէ մենք ձեզ դուրս ենք հրավիրել։ Ինչ եք անելու։ Դուրս ենք հրավիրել։ Պատգամավորների նման ձեռքերս բռնելով կանեք։ Հարց մի տվեք։ Հարցեր ունեք, դիմեք աշխատակազմի ղեկավարին։ Ես դիմել եմ, չեմ պատասխանել։ Այդ ձեր խնդիրը։ Հիմա դուրս են գործընկերոջը դուրս են գալիս։ Դուք դուրս հրավիրեք, դուրս են գալիս։ Այո, թույլ չենք տալիս։ Պատգամավորի հետ։ Ես ասեցի եւ դեղեկացրեցի։ Ես դեղեկացրեցի։ Ոչ ոքի հանցագործ չէ։ Ասում եմ ճանապարհը բաց է։ Այդ հարցերը աշխատակազմի ղեկավարին գտնի։ Այդ հարցը Ալեն Սիմոնյանին, սա իր մանրախնդրության փոփոխության հերթական դրսևորումն է, ուրիշ ոչինչ։ Որը այստեղ այս դահլիճից այդպես հատվածից հիմա շարունակված է։ Դեին մուտքը արգելվում է լրագրողներին։ Հարկ երբան գրաբանակը բերեց տեսնել։ Դուք հիմա ձեզ ժողովի տարածք։ Ասում եմ, հետ։ դուք հիմա դուք եք Մենք չէ։ Այսինքն ձեզ ասել են, որ պիտի լրագրողի ձեռքերը բոլորին Ես քեզ ներկայացրեցի, ասեցի, դիմեք հարցերը աշխատակազմի ղեկավարին։ Դուք ասեցիք չէ, դուք չեք գալի։ Ասում եք, որ աշխատակազմ պետք է մի րոպե։ Ինչի՞ չեք անում աշխատակազմի, չէ՞ նշանակում դուրս եք Գեղամ Մանուկյանի հայտով եկել է։ Մանուկյանը ձեզ դիմել է, չէ՞ որ դուրս գաք տարածքից։ Ոչ։ Գեղամ Մանուկյանին ես տեղեկացրեմ, հիմա մի բան է, ժողովուրդ ջան։ Դե գնացինք, հարցազրույց չենք տալի, դուրս է գալիս, չէ, որովհետև մեր օրինական պահանջի քննարկի չէր ենթարկվում։ Ես ասեցի դուրս են գալի, բան ասեց դուրս չեմ գալի։ Ձեր օրինական պահանջը ապօրինի է։ Կարամ չէ գնահատեմ։ Դուք համարում եք որ օրինական է, ասում եմ ապօրինի է։ Դե հիմա որտեղ դուք ապօրինի հրահանգ եք կատարում։ Դա աշխատակազմի ղեկավարը շատ է ջոգում օրենքներից, որ մի հատ էլ բան անի։ Աշխատակազմի ղեկավարին դիմել եմ չի հասկանում։ Հարգելի աշխատակիցներ, մարդը հայտով եկել է։ Ժողովուրդ դժվար ասում եմ ոչ ոքիդ հարցերին չեմ պատասխանում։ լավ երեխեք, եկեք թողեք վային գնա, հենենք աշխատակազմի ղեկավարի մոտ։ Բայց այս վերջին հանցագործն է։ Մենք ձեզ չենք դիպչել, արգելի։